Ավետարան ըստ Մարկոսի 2 Անդամալույծի բժշկումը։ Մի քանի օր հետո, երբ նա դարձյալ Կափառնայում մտավ, լուր տարածվեց, թե տանն է, և շատեր հավաքվեցին, այնպես որ այլևս տեղ չմնաց, ոչ իսկ դռան առջև, և նրանց քարոզում էր Աստծու խոսքը։ Եվ եկան նրա մոտ բերելով մի անդամալույծի, որին տանում էին 4 հոգով։ Եվ երբ ամբոխի պատճառով Հիսուսին չկարողացան մոտենալ, քանդեցին երթիկը այն տան, ուր գտնվում էր նա, և բացելով առաստաղը, իջեցրին այն մահիճը, որի մեջ էր անդամալույծը։ Եվ Հիսուս, տեսնելով նրանց հավատը, անդամալույծին ասաց. «Որդյակ, քո մեղքերը քեզ ներված են»։ Օրենսգետներից մի քանիսը, որ նստած էին այնտեղ, իրենց մտքում խորում էին. «Այս ի՞նչ է խոսում, սա հայհոյում է, ով կարող է մեղքերին թողություն տալ, եթե ոչ միայն Աստված»։ Եվ Հիսուս իր հոգում իմացավ, որ այնպես են խորում իրենց մտքում, ուստի ասաց. «Ինչու ձեր մտքում այդ եք խորում, ո՞րն է ավելի դյուրին, անդամալույծին ասել, քո մեղքերը քեզ ներված են, թե ասել, վեր կաց, առ մահիճդ և գնա քո տունը։ Բայց որպեսզի իմանաք, որ մարդու որդին երկրի վրա իշխանություն ունի ներելու մեղքերը, ասաց նա անդամալույծին. քեզ եմ ասում, վեր կաց, առ քո մահիճը և գնա քո տունը։ Եվ վեր կացավ ու անմիջապես վերցնելով մահիճը, բոլորի առաջ դուրս ելավ, այնպես որ ամենքը զարմացան և փառք էին տալիս Աստծուն ու ասում. այսպիսի բան երբեք չենք տեսել։ Ղևիի կոչումը։ Եվ նա դարձյալ ծովեզերք գնաց, և ամբողջ ժողովուրդը նրա մոտ էր գալիս, և նա ուսուցանում էր նրանց։ Եվ մինչ նա անցնում էր, տեսավ Ալփեոսի որդի Ղևիին, որ մաքսատանը նստած գործի վրա էր, ու նրան ասաց. «Արի իմ հետևից»։ Եվ Ղևին վեր կացավ գնաց նրա հետևից։ Եվ երբ Հիսուս նրա տանը սեղան նստեց, բազում մաքսավորներ և մեղավորներ էլ Հիսուսի ու նրա աշակերտների հետ սեղան նստեցին, որովհետև շատերն էին նրա հետևից գնում։ Իսկ օրենսգետներն ու փարիսեցիները, երբ տեսան, որ նա մաքսավորների և մեղավորների հետ է ուտում, նրա աշակերտներին ասացին. «Ինչու եք մեղավորների ու մաքսավորների հետ ուտում և խմում»։ Երբ Հիսուս լսեց, նրանց ասաց. «Առողջներին բժիշկ պետք չէ, այլ հիվանդներին, և ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ մեղավորներին»։ Վեճ ծոմապահության մասին։ Հովհաննեսի աշակերտները և փարիսեցիները ծոմ էին պահում։ Եկան և նրան ասացին. «Ինչու Հովհաննեսի աշակերտները և փարիսեցիները ծոմ են պահում, իսկ քո աշակերտները չեն պահում»։ Եվ Հիսուս նրանց ասաց. «Մի՞թե կարելի է, որ հարսանքավորները ծոմ պահեն, երբ փեսան նրանց հետ է։ Այնքան ժամանակ, որ փեսան իրենց հետ է, պետք չէ, որ ծոմ պահեն, բայց կգան օրեր, երբ փեսան նրանցից կվերցվի, և ապա այն օրը նրանք էլ ծոմ կպահեն։ Նոր, չօգտագործված կտավի կտորը ոչ ոք հնացած զգեստի վրա չի կարկատի, ապա թե ոչ նոր կտորը ամբողջությամբ հին զգեստից կպոկվի, և պատրվածքը ավելի վատ կլինի, և ոչ ոք հին տիկերի մեջ նոր գինի չի լցնի, ապա թե ոչ նոր գինին կպայթեցնի տիկերը, գինին կթափվի, և տիկերը կփչանան, այլ նոր գինին նոր տիկերի մեջ պետք է լցվի։ Շաբաթ օրով պոկված հասկեր։ Մի շաբաթ օրով նա անցնում էր ցորենի արտերի միջով, և նրա աշակերտները գնալու ժամանակ սկսեցին հասկ պոկել և ուտել։ Եվ փարիսեցիները նրան ասացին. «Տես, քո աշակերտները շաբաթ օրով ինչ են անում»։ Մի բան, որ օրինավոր չէ։ Հիսուս նրանց ասաց. «Դուք երբևիցե չեք կարդացել, թե ինչ արեց Դավիթը, երբ կարիք ունեցավ և քաղցկաց ինքը և նրանք, որ իր հետ էին,
թե ինչպես Աբիաթար քահանայապետի օրով մտավ Աստծո տունը և կերավ առաջավորության հացը, տալով նաև նրանց, որ իր հետ էին, մի բան, որ բացի քահանաներից ուրիշների համար օրինավոր չէր ուտել, և ասաց նրանց. շաբաթ օրը մարդու համար է և ոչ թե մարդը շաբաթ օրվա համար, ապա ուրեմն մարդու որդին տերն է և շաբաթ օրվա։